Բայց մի անցնենք էլի լուրջ հարցերի։ Ուրեմն 1994 թվականի ապրիլի 20-ին ուշադիր Հայաստանը եւ Ադրբեջանը հապկի շրջանակներում դարձան ռազմական դաշնակիցներ, դաշնակից պետություններ եւ մինչեւ 1999 թվականի ներողություն ապրիլի 20-ը ունեցան մակում գրանցված պարտավորություն միմյանց պաշտպանել արտաքին հարձակումներից Բիշկեք 1994 թվական Ուրեմն 1994 թվականից Հայաստան կոչված պոռնոները վզգոն քորը համակարգ կոչված պիդրները ազգային ախոր կույսակցություններ համակարգեր մուսորներ դադախազներ դադավորներ սա փաստաթուղթ են կազմում որը 99 թվականին հաստատվում է մակում մի րոպե որ փաստացի երկուսով պետք է պաշտպանեն միմյանց շահերը արտաքին թշնամուց մի րոպե սրանց արտաքին թշնամին ով է հա հարց եմ տալիս այսինքն ստացվում է ըստ ձեր գիտակցության Հայաստանը պետք է պաշտպանի Ադրբեջանին մեր Հայաստանի ոսկե սերուցքի դեմ ուշադիր որովհետև այսօր Ադրբեջան կոչվածի թշնամին հանդիսանում է մեր ազգը մեր արմենական ազգը մեր Արմենիան որովհետև մեր Արմենիայի տարածքի վրա նա կայացել է որպես Ադրբեջան գոյություն չունեցող պետություն ուշադիր արա լսում եք արա օղջաններ 1994 թվականին ստորագրվում է փաստաթուղթ որից հետո 99 թվականի ապրիլի 20-ին ունեցան մակում գրանցված պարտավորություն ուշադիր պարտավորություն միմյանց պաշտպանել արտաքին հարձակումներից հիմա սկսենք այս հարցը ևս քննարկել տեսեք փաստացի ինչ է ստացվում որ այդ բոլոր պատերազմները սարքվել են այս բոլոր պրեզիդենտ վարչակազմ Որչապետ, ազգային ախոր, համակարգեր, կուսակցական պոռնոների անմիջական գլխավորության մասնակցությամբ, նաև դրսի ցուցումներով։ Հարցը առաջանում։ Այդ դեպքում։ Բայց միջազգային կոչված պիդրները, դրանց ինչի չեն պատասխանատվության կանչում, հա? Բայց Ռուսաստան կոչվածը, Ամերիկա ստեի պոռնո, դեսպանուհի կոչվածները Ամերիկայի, Ֆրանսիայի, Ռուսաստան կոչվածի, Եվրոպա կոչվածի, Եվրոմիություն, ՄԱԿ-ի եւ այլն, հարց է առաջանում, այդ դեպքում, բա, ինչ են բերում ես հարցերը դնեն, ու ասեին, Վրայ պոռնոներ, մի րոպե Այս փաստաթղթերը դուք չեք ստորագրել, ոչ միայն հապկի շրջանակներում, այլ նաև ՄԱԿ-ում պարտավորություն եք ստանձնել, պաշտպանել մեկը մյուսին, մի րոպե բայց եթե աղբեր եք իրար հետ, բայց մեր երեխեքին խեք տանում մատաղանում, հա? Հարց եմ տալիս Եթե դուք իրար հետ աղբեր եք Ախմեդի հետ, այդ ինչ կապիկություններ եք անում հարա, հա? Այս ինչ տալառնելիքների մեջ է, որ այդ ամեն ինչը գաղտնի է պահվում եւ դրա շրջանակներում տանում եք մեր ոսկե սերուցքին զոհաբերում եք,
Եվ դրա համար որևիցե մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Սփուրք կոչվածը փողը ավքում տալիս է այս պորնոներին, որ այս պորնոները տանեն մեր երեխեքին ոսկե սերուսկին զոհաբերեն։ Տարածքները տան, հիմա հարց է առաջանում։ Մի րոպե։ Փաստացի ստացվում, որ 94 թվականով, որ այս փաստաթուղթը Բիշկեկում ստորագրում են, այն չնայած դրա իրավունքը չունեն, որովհետև դա իրանց կնիկների ոռը չի։ Ստորագրում են ինչ միտումով, Ինչ նպատակով։ Հարցը առաջանում, ինչ նպատակով, ինչ ես տվել, ինչ շահագրգռվածություն է եղել, Քորի, Վզգոյի, Ռաուֆի, Խերժոյի, Փաշօղլու իրանց համակարգ կոչված պորնոների մեջ, որ սրանք մեր պետական դավաճանություն են կատարում, պատերազմ են հրահարում, մեր ոսկե սերուցքին զոհաբերում ցեղասպանում, տարածքները վաճառում, եւ որևիցե մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։ Հարց է առաջանում, այս ինչ հաշիվը։ Ինչ է նշանակում իրար հետ պարտավորություն պաշտպանել արտաքին թշնամուց։ Մի րոպե։ Այս ինչ հաշիվը։ Հələ մի րոպե արեք նրանց խորը սենց վերլուծենք։ Եթե սրանք դաշնակից են, ապա նաև տարածքների խնդիր պետք է չլինի, չէ՞ իրանց մեջ։ Այս պայմանագրի հիման վրա է փաստացի, որ այսօր այդ տարածքները նվիրաբերվում է Ադրբեջանին։ Եվ այդ պայմանագիր կոչվածները, որոնք վաճառվել են, ծախվել են Քորի, Վզգոյի, Դեմիրճյանի, Բերած Ռաուֆի, Խերժոյի Քորի անմիջական մասնակցությամբ փաստացի դարձել է առևտրի առարկա, որի իրավունքը, իրավասությունը որևիցե մեկը չունի, չի ունեցել եւ չի կարող ունենալ։ Փաստացի այդ փաստաթղթի հիման վրա 94 թվականից մեր ոսկե սերուսկին տանում են ցեղասպանում, ազգ պետություն վերացնում, ոչնչացնում, համակարգերը նվիրաբերում Ռաուֆով, քույրիկ կոչված Վզգոյի քույրիկներով, գործարանները, տնտեսությունը, արդյունաբերությունը քանդում, քայքայում, ոչնչացնում, ամրագրում այլ անուններ Արմենիայի փոխարեն եւ հնարավորություն տալիս այդ մանիպուլյացիաների միջոցով վերացնել մեր Արմենիան։ Հիմա հարցը առաջանում։ Փաստացի այդ բոլորս պոռնկա համակարգը միջազգային կոչված պոռնիկների հետ համատեղ ՄԱԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ՆԱՏՕ, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն պետություններ կոչվածներով տանում են ոչնչացման մեր երկիրը, վերացնելու նրա պահանջատիրությունները, ցեղասպանելով մեր ազգին եւ զավթելով մեր տարածքները։ Մեր ոսկե սերուցքին է աստիճանաբար գենետիկայի հետ ոչնչացնելով, որը փաստացի ցեղասպանության փաստ է։ Հիմա հարց եմ տալիս։ Այ պոռնոների ծնունդներ, այ պոռնիկների վիժվածքներ։ Փաստացի բոլորդ, ովքեր ես պոռնկածին վիժվածքի ես տեր կոչվածի կողքը համախմբվում կանգնում եք, առաջի պոռնիկացիները դուք եք, արա։ Սրանք բոլորը ջհուդներ են,
Սեկտայի անդամ, որովհետև ջհուդ, հրյա, ֆրանսիացի, ամերիկացի, ֆլանֆստանցի, ադրբեջանցի, թուրքստանցի եւ այլ գոյություն չունեն։ Գոյություն ունի մի ազգ, մեր արմենական ազգը, մեր արորդիները։ Եվ բոլորը սերվել են, ոնց որ ասած, մեր ոտի տակի կեղտն են դրանք։ Ու այսօրվա վրա տարանջատելով, մասնատելով, դու ֆրանսիացի ես, դու ադրբեջանցի ես, դու իսրայելցի ես, դու հրեա ես, դու եսիմ ինչ ես, ամերիկացի ես, կրոնական, դու մուսուլման ես, դու քրիստոնյա ես, դու առաքելական ես, դու ուղղափառ տարբեր շահադիտական, տարբեր հոգևոր կոչված, տարբեր կրոնական կոչված, տարբեր ավանդույթի, մշակույթի, լեզվի, հոգևորի մասնատումը, հրահրումը, մեկը մյուսի դեմ, մեկը մյուսի պատմության, մեկը մյուսի մշակույթի դեմ, հիմք են ստեղծում պատերազմների, հիմք են ստեղծում ցեղասպանելու։ Ու ձեր նման գանդոնները այդ ամբողջությամբ, այդ մանիպուլյացիաներին մասնակից եք դառնում եւ միջոց հանդիսանում մեր ոսկե սերուցքին զոհաբերելու, ցեղասպանելու եւ պետությունը ծախելու։ Ուրեմն առաջի պոռնկացիները դուք եք, ովքեր ես գանդոնների կողքը կանգնելով հանուն լափի, ասма հիմա էլ ավելացրել են, ասма 15,000 են սարքերով ջան։